Ողջույն սիրելի հետևորդներ։ Երբ կյանքում դժվարություն է գալիս, մարդիկ սովորաբար ասում են. տեսնենք ինչ կլինի, կամ ժամանակի ընթացքում կկարգավորվի։ Բայց Աստված ասում է ուրիշ բան։ Խնդրիր նշան ինձնից, սակայն զարմանալի բան է տեղի ունենում։ Մարդը երբեմն այնքան է վախենում կամ կասկածում, որ նույնիսկ Աստծուց նշան խնդրել չի ուզում։ Այսօր Աստվածաշնչի Եսայի մարգարեության այս հատվածը մեզ հիշեցնում է մի կարևոր ճշմարտություն։ Մարդու վախը շատ անգամ մեծ է լինում, քան նրա հավատքը։ Խորխորատում Տերը շարունակեց խոսել Աքազի հետ ասելով. խորխորատում լինի թե բարձունքում, քեզ համար նշան խնդրիր Տիրոջից, քո Աստծուց։ Աքազը պատասխանեց. չեմ խնդրի և Տիրոջը չեմ փորձի։ Եվ նա ասաց. արդ, լսեք դուք, որ Դավթի տնից եք, ձեզ թեթև բան է թվում մարդկանց նեղություն պատճառելը, ինչու եք ուզում Տիրոջը ևս նեղացնել։ Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու. ահագույսը պիտի հղիանա և որդի ծնի, և նրան Էմմանուել պիտի կոչեն։ Յուղ ու մեղր պիտի ուտի, նա նախքան չարը ճանաչելը և այն կցանկանալը նա պիտի ընտրի բարին։ Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը և ընտրի բարին։ Երկու թագավորների երկրներ, որոնցից դու վախենում ես, պիտի լքվեն, բայց Աստված քեզ վրա, քո ժողովրդի և քո հոր տան վրա այնպիսի դժբախտ օրեր պիտի բերի, որ չեն եղել այն ժամանակից ի վեր, երբ Եֆրեմը բաժանվեց Հուդայից։ Դա լինելու է Ասորստանի արքայի միջոցով։ Տերը այդ օրը պիտի կանչի թշնամիներին և ճանճերի նման պիտի թափվեն Եգիպտոսի գետի մյուս կողմից և բոռերի նման Ասորստանի երկրից։ Պիտի գան ու հաստատվեն քո երկրի ձորերում, ժայռերի ծեպերում և այրերում, բոլոր փապարներում ու ամեն ծառի վրա։ Այդ օրը Տերը մեծ և արյունով արբած սրով գետի այն կողմում եղած Ասորստանի թագավորի ձեռքով պիտի սափրի նրանց գլուխն ու ոտքի մազերը, խուզի նրանց մորուքները, և այդ օրն այնպես պիտի լինի, որ ամեն մարդ մի երինջ և երկու ոչխար պահելով կաթի առատությունից յուղ պիտի ուտի։ Յուղ ու մեղր պիտի ուտեն ամեն ոգ, և ով կենդանի մնա այդ երկրում, այդ օրն այնպես պիտի լինի, որ ամեն տեղ, ուր 1000 որդատունկ էր աճում, 1000 սիկղ արծաթի արժեքով, խոպան պիտի դառնա և փոշով լցվի։ Նետաձիգներ և աղեղնավորներ պիտի մտնեն այնտեղ, ողջ երկիրը խոպան պիտի դառնա և փուշ բերի։ Ամեն վարվող սարալանջ չի ակոսվելու, երկյուղից ոչ ոք չի հասնելու այնտեղ, որովհետև խոպան ու փշոտ վայրեր պիտի դառնան, հոտերի արոտավայր ու եզան ոտքի կոխան պիտի լինեն։ Տերն ինձ ասաց. քեզ համար մի նոր մեծադիր մատյան վերցրու, նրա մեջ ճարտար մարդու գրչով գրիր. արոգորեն ավարարության ենթարկել, շուտափույթ կողոպուտ կուտակել, քանզի ժամը հասել է։ Ինձ համար վկաներ կկարգես հավատարիմ մարդկանց, Ուրիա քահանային և Բարյաքիայի որդի Զաքարիային։ Ես մերձեցա իմ մարգարեի կնոջը, նա հղիացավ, և նա որդի ծնեց։ Տերն ինձ ասաց. նրա անունը դիր Արագ կողոպտիր և շուտ ավար առ, քանի որ մինչ մանուկը կսովորի հայր կամ մայր ասել, Դամասկոսի հարստությունը և Սամարիայի ավառը կբերվեն Ասորստանի թագավորի առաջ։ Ապա Տերը նորից խոսեց ինձ հետ և ասաց. քանի որ ժողովուրդն արհամարհեց Սիլովամի հանդարտահոս ջուրը և ուզեց իր համար թագավորներ ընտրել Ռասիմին և Ռոմելիայի որդուն, դրա համար էլ Տերը ձեզ վրա պիտի թափի հորդ ու հզոր գետի ջուրը, Ասորստանի արքային ու նրա զորությունը։ Նա կգա հասնի ձեր բոլոր ձորերը և կճեմի ձեր պարիսպների վրայով։ Այն մարդուն, որ ի վիճակի կլինի բարձրացնել իր գլուխը, և այն զորավարին, որ ունակ կլինի որևէ բան ասելու, կվերացնի Հուդայի երկրից։ Նրա բանակը կլցվի ձեր լայնարձակ երկիրը։ Աստված մեզ հետ է, իմացեք, հեթանոսներ, պիտի պարտվեք, լուրը հասցրեք աշխարհի 4 կողմերը։ Դուք, որ հզորացել եք, պիտի պարտվեք, թեև դուք դարձյալ ուժեղանալու եք, բայց էլի պարտության եք մատնվելու։
Ինչ խորհուրդ էլ անեք, Տերը խափանելու է այն, եւ ինչ էլ ասելու ունեք, չի հաստատվելու, քանզի Տերը Աստված մեզ հետ է։ Ամեն։ Այսօր Աստվածաշնչի Եսայի մարգարեի հատվածը մեզ հիշեցնում է մի կարևոր ճշմարտություն։ Մարդու վախը շատ անգամ մեծ է լինում, քան նրա հավատը։ Այս հատվածում մարգարեն խոսում է Հուդայի թագավոր Աքազի հետ։ Երկիրը վտանգի մեջ էր, թշնամի թագավորները պատրաստվում էին հարձակվել։ Աստված Աքազին ասում է. «Խնդրիր նշան Տիրոջից»։ Սա շատ մեծ արտոնություն էր։ Աստված անձամբ ասում էր. «Խնդրիր եւ ես քեզ նշան կտամ», բայց Աքազը հրաժարվում է եւ ասում. «Ես չեմ խնդրի, չեմ փորձի Տիրոջը»։ Առաջին հայացքից թվում է սա խոնարհ պատասխան է, բայց իրականում դա անհավատության պատասխան էր։ Սուրբ հայրերն ասում են, Աքազը չէր ուզում նշան, որովհետև արդեն որոշել էր մարդկանց վրա հույս դնել, ոչ թե Աստծո։ Այդ ժամանակ մարգարեն հայտարարում է մեծ մարգարեություն. ահագույսը կհղիանա եւ որդի կծնի եւ նրա անունը կլինի Էմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ է։ Այս խոսքերը միայն Աքազի ժամանակի համար չէին, դրանք դարեր անց պիտի կատարվեին Քրիստոսի ծնունդով։ Այս հատվածը մեզ սովորեցնում է 3 մեծ ճշմարտություն։ Աստված միշտ լուծում ունի, երբ մենք փակուղու մեջ ենք։ Աքազը տեսնում էր միայն պատերազմ, բայց Աստված տեսնում էր փրկության ճանապարհը։ Շատ անգամ մենք էլ ենք այդպես վայրվում։ Մենք տեսնում ենք միայն խնդիրները, իսկ Աստված տեսնում է մեր ապագան։ Անհավատությունը հաճախ թաքնվում է խոնարհության տակ։ Աքազն ասաց. «Չեմ ուզում փորձել Աստծուն», բայց իրականում նա պարզապես չէր վստահում Աստծուն։ Սուրբ հայրերն ասում են, երբ մարդը չի վստահում Աստծուն, նա սկսում է հույսը դնել մարդկանց վրա, ուժի կամ հրեշտակների վրա, հաշվարկների վրա։ Ամենամեծ նշանը արդեն տրված է։ Աստված ասաց. «Էմանուել», Աստված մեզ հետ է։ Սա քրիստոնեության կենտրոնական ճշմարտությունն է։ Աստված հեռու չէ, նա մեզ հետ է, մեր ցավի մեջ է, մեր պայքարի մեջ է, մեր փորձությունների մեջ է։ Այս հատվածը մեզ տալիս է շատ գործնական խորհուրդներ։ Երբ դժվարություն ունես, նախ աղոթիր, հետո մտածիր լուծումների մասին։ Մի փորձիր ամեն ինչ լուծել միայն մարդկային ուժով։ Երբ վախը գալիս է, հիշիր այս խոսքը. Աստված մեզ հետ է։ Սուրբ հայրերից մեկն ասում է, եթե Աստված քեզ հետ է, ապա նույնիսկ քո ամենամեծ խնդիրները քո վերջը չեն, այլ քո ճանապարհը դեպի հաղթանակ։ Այսօր շատ մարդիկ ապրում են նույն վիճակում, ինչ Աքազը՝ վախ, անորոշություն, ապագայի անվստահություն, անհանգստություն, բայց Աստված նույն խոսքն ասում է նաև մեզ. մի վախեցիր, ես քեզ հետ եմ։ Եվ եթե մենք հավատով ընդունենք այս ճշմարտությունը, ապա մենք ամեն փորձության մեջ կկարողանանք ասել. Աստված ինձ հետ է, ուրեմն ես մենակ չեմ։ Սիրելի հավատավոր հետևորդ, եթե օգտակար եղավ քեզ այս տեսանյութը, կարող ես հավանել, մեկնաբանության բաժնում գրել քո կարծիքը, տարածել, ուղարկել քո քրիստոնյա եղբայրներին ու ընկերներին եւ նաեւ բաժնորդագրվել մեր YouTube-յան ալիքին։